Բարև ձեզ։ Մենք գտնվում ենք Բադալյան ուռուցքաբանության կլինիկայի գրասենյակում եւ շարունակում ենք մեր հերթական հանդիպումը պրոֆեսոր Գրիգոր Բադալյանի հետ։ Պրոֆեսոր, ինչ անեն մարդիկ, եթե հայտնաբերել են թախծկեղ, հերթականությունը ինչպես սկսեն։ Բարև ձեզ, թեման շատ արդիական է, քանի որ այդ փուլում կատարվում են որոշ սխալներ։ Ես ուզում ուշադրություն դարձնեմ մեր դիտորդներին, որ նախ ուռուցքը լինում է բարորակ եւ չարորակ, դրանից է կապված հերթականությունը քայլերի։ Իհարկե դա որոշվում է մասնագետի կողմից։ Դրա համար ամենակարևորը իհարկե առաջի պահերը, առաջի ժամերը, օրերը լինել ավելի հավաքված, ասեմ, սառնասիրտ։ Դժվար է իհարկե, որովհետև մարդիկ հուզվում են, բայց չկատարել սխալներ, այսինքն դիմում են ոչ բժիշկներին հաճախ, դիմում են հարևան, բարեկամ, սնխչիներին եւ կատարում են քայլեր, որոնք հետագայում շատ լուրջ վնաս են տալիս։ Այսինքն պետք է դիմել բժիշկի եւ ճիշտ բժիշկի։ Ճիշտը նա է, որ մասնագետները ոչ բոլորն են ուռուցքաբան, բժշկական մասնագետները, վիրաբույժը, գինեկոլոգը, մաշկաբանը, բոլորը շատ լավ իհարկե կարող են կողմնորոշվել, բայց եթե ուռուցք է, պետք է կողմնորոշվի ուռուցքաբանը, դա է շատ կարևոր եւ առաջինը ամենակարևորը հասկանալ, բարորակ է թե չարորակ, այդ դուք ասեք քաղցկեղ, դա արդեն չարորակն է։ Եվ մենք այսօր խոսենք ավելի շատ չարորակ ուռուցքների այդ քայլերի մասին։ Այսինքն դիմեն ուռուցքաբանի, ուռուցքաբանը հերթականությամբ կնշանակի ինչ անալիզներ, եթե անհրաժեշտ է բիոպսիա։ Այո, ճիշտ եք, բայց այդտեղ ավելի ես կոնկրետացնեմ, քանի որ հաճախ հիվանդը կամ իր հարազատները չգիտեն, չեն ճանաչում մասնագետներին, իրենց ուղղորդում են կամ պոլիկլինիկայից, կամ նեղ մասնագետը ուղղորդում է, այդտեղ էլ է կարևոր, որ այդ մասնագետը, թերապևտը եւ այլ պոլիկլինիկայի ճիշտ ուղղորդին։ Որտեղ կան ուռուցքաբաններ, այդ շատ կարևոր հարց է։ Ուռուցքաբանները կան իհարկե բնական է ուռուցքաբանության ազգային կենտրոնում, որը հիմնական գործող օղակն է, բայց այսօր Հայաստանում այնպիսի է մենք առողջապահություն ունենք, որ շատ մեծ կլինիկաներում, հիվանդանոցներում կան ուռուցքաբանական ծառայություններ։ Եվ եթե պացիենտը բուժառուն արդեն հայտնվել է ինչ-ինչ պատճառով այդ հիվանդանոցում, նա շատ հանգիստ կարող է իհարկե հետազոտվել այդ տեղի, այդ ծառայության միջոցով այդ ուռուցքաբաների։ Եվս մեկ հարց, եթե դիմել են ուռուցքաբանի, ուռուցքաբանը այսքան ուղղորդել է, անալիզներ արել են, արդյոք կարելի է նաև երկրորդ կարծիքը։ Ինչ որ վերաբերում երկրորդ կարծիքին, իհարկե դա առաջի քայլերում չի կատարվում, երկրորդ կարծիքի կարիքը լինում է, եթե արդեն կան շատ բավականին տվյալներ, այսինքն կատարված են արյան անալիզներ, եթե պետք է սոնոգրաֆիան պարտադիր, ԿՏ, MRT կամ նույնիսկ պետկատե եւ վերջը բիոպսիա մենք ունենք ուռուցքի ձևը, չարորակության աստիճանը, նույնիսկ իմունոհիստոքիմիան, այդտեղ որոշվում է թե ոնց պետք է բուժվի հիվանդը եւ հաճախ բուժումները կատարվում են ոչ ճիշտ ուղղությունով, ասեմ, թե ոչ լիարժեք։ Այո, այդ փուլում սկզբնական լավ կլինի ունենալ 1-2 կարծիք, մեկից ավելի, 2 կամ 3 կլինի, բայց կամ պետք է լինի շատ մասնագիտացված կոնսիլիում, կոնսիլիումը որոշվի քայլերը բուժման, շատ եվրոպական կլինիկաներում դա ընդունված է, եթե օնկոհիվանդ է, պարտադիր կատարվում է կոնսիլիում, այսինքն մի քանի բժշկի, առաջատար բժիշկների ընդհանուր որոշում։ Եվ եթե չկա այդ հնարավորությունը, գոնե լինի ձեր ասած երկրորդ կարծիքը մի առաջատար կլինիկայից։ Անկեղծ ասած, մեր գրասենյակում մենք կատարում ենք հաճախ այդ, դուք գիտեք, Հասմիկ, այդ գործողությունները երկրորդ կարծիքի հետ կապված, եւ այստեղ կնշեմ
ոչ միայն բուժման սկզբում, այլ եւ բուժման ընթացքում, որովհետեւ եթե բուժումը գնում է շատ լավ, լիարժեք եւ հաջող, նույնիսկ կարելի է չունենալ այդ երկրորդ կարծիքը, բայց հաճախ հատկապես տարածված խասկերի ժամանակ երրորդ չորրորդ փուլերի ունենում ենք դժվարություններ, հիվանդությունը լինում է ռեզիստենտ, դժվար բուժվող, կրկնվող, այդտեղ պարտադիր է, ես կարծում եմ, երկրորդ կարծիքը, որը միայն օգուտ կտա մեր բժիշկները չպետք է մտածեն միայն, որ նրա մասին, թե ուրիշը կարծիք ասեց, դա արդեն իմ հիվանդը չի, ինչ-որ այսպիսի բաներ ես շատ եմ տեսնում եւ գտնում եմ դա ճիշտ չի։ Պետք է մտածել չսխալվել, հենց այսօրվա դեպքը մի կնոջ հետ կապված, որը ուներ սինխրոն քաղցկեղ զվարանների եւ կրծքագեղձի, այդ կոնսիլիումների երկրորդ կարծիքի չունենալու պատճառով բաց է թողնվել կարևոր հանգամանք։ Քիմիոթերապիան եղել է նեֆրոտոքսիկ ցիսպլատին պրեպարատով եւ նա ստացել է նեֆրիտի, այսինքն երիկամի անբավարարության պատկեր, բայց այդ պահը բաց է թողնվել բժիշկների կողմից։ Ես կարծում եմ, որ եթե լիներ իմ ձեր նշած այդ երկրորդ կարծիքը կամ նույն հիմնարկի կոնսիլիումները, բաց թողում չէր լինի, որտեղ մի բժիշկը կարող է մի բան չտեսնել կամ մոռանալ։ Այսինքն, այսպեսի մի հարց, եթե ունի հիվանդը նաև զուգահեռ ուղեկցող մեկ այլ հիվանդություն, երկու բժիշկները իրար հետ խորհրդակցելով գտնեն ավելի հարմար համապատասխան բուժումը, որպեսզի մի օրգանը չավելի ախտահարեն դեղորայքով, մեկին դժվար հակացուցված չլինի դեղը։ Այո, ես հասկանում եմ ձեր հարցը, խոսքը վերաբերում է բուժումների հատկապես քիմիոթերապիայի կամ իմունոթերապիայի կողմնակի ազդեցության մասին։ Այո, պետք է հսկվի բժիշկը ոչ միայն ռուսկաբանի կողմից, այլ սրտաբանի անպայման։ Ուզում եմ հարցնել, եթե սրտի խնդիր ունի, պարբերաբար բուժման ընթացքում մենք գիտենք ինչա պետք սրտագրությունա պետք եւ այլ եւ ուրիշ մասնագետների ըստ կարիքի դա կարող է լինել հեպատոլոգ, նեֆրոլոգ կամ ոսկրաբան, տարբեր կամ նևրոլոգ։ Այո, մենք շատ սերտ համագործակցում ենք, դա միշտ կա եւ պետք է դա, այսինքն այդ խորհրդակցությունները լինեն մշտական, որ չսխալվել, բարդություն չունենալ։ Իսկ եթե իհարկե հայտնաբերվում է հիվանդի մոտ, պարզ է հիվանդները դժվար են տանում, ընդունում, ավելի էմոցիոնալ վիճակի մեջ են ընկնում, արդյոք դա խանգարում է հետագա բուժմանը։ Դե մենք հասանք հոգեբաններին, այո։ Հոգեբանները հենց այդ մասնագետներից մեկն է, որ պետք է լինի, ճիշտ ասած, ամեն կլինիկայում, բայց դա ցավոք Հայաստանում դեռ շատ չի զարգացած, ինչպես որոշ երկրներում։ Հոգեբանը շատ կարևոր է, մենք ինքներս ենք հոգեբանի դեր կատարում, ստիպված թե այդպես երևի թե վատ չի ստացվում, բայց անկեղծ ասեմ, ռուսկաբանը չպետք է ժամանակը կորցնի հոգեբանական խնդրի զբաղվել այդ հարցերով, ավելի շատ ինքը խորանա իր մասնագիտական նեղ, ավելի շատ կարդա, որոշի, որ չսխալվի։ Հոգեբանական մասը մնում է իհարկե հոգեբաներին եւ իհարկե հարազատներին, այո, Հայաստանը երկիրն է, որ հարազատները շատ մեծ դեր են կատարում, ինչքան էլ դժվար չի, բայց որ կողքին է, ընտանիքում է, պետք է շատ հարցերով օգնի, որ լինում է զարմանալի դեպքեր, որ որոշ մարդիկ շատ հանգիստ են տանում այս ամիսների տարիների բուժումը, մենք ունենք այնպես պացիենտներ, որտեղ կողքին վստահելի մարդ է եւ այդ ամուսինը զբաղվում է հարցերով, կինը, որը որ բուժարուն է, հանգիստ է տանում, գիտի, որ հարցերը կլուծվեն։ Ունենք ուրիշ տարբերակ, որ կինը մենակ է, օգնող գրեթե չունի եւ երրորդ տարին է ինքը կոնկրետ դեպքի մասին եմ ասում, երրորդ տարին է բուժվում է եւ 3 տարի ինքը հոգեբանական լարված վիճակում է։ Ինչքան հնարավոր էր ես այսօր իրան մի քիչ հոգեթերապիա արեցի,
հոգեբուժական, բայց դա պետք է լինի ամբողջ ընթացքում, որտեղ պացիենտի նախատրամադրված լինելը լավ արդյունքի, չասեմ գործիքեսն է, բայց շատ կարևոր է։ Ես կարող եմ անգամ փաստել, որ մեր հիվանդը այսօրվա այդքան լավ տրամադրված ինքը գնաց, ոգևորված, որ բուժումը իրեն գտա արդյունքը, ինքը այդ լարված վիճակից ընկճված դուրս եկավ։ Եվս մի հարց, բոլոր քաղցկեղների ժամանակ, եթե նոր է հայտնաբերվել, պարտադիր է բիոպսիա ասվածը։ Խոսենք բիոպսիայից, երևի թե մեր հաղորդումը շուտով կավարտվի, սահմանափակ ժամանակ ունենք, բիոպսիայով դա պարտադիր է, բիոպսիան այն հետազոտություններից է, որ առանց որի հնարավոր չի քաղցկեղ հաստատել, դա բջջաբանորեն է, դա հյուսվածքաբանական մեթոդներով, իմունոհիստոքիմիայով, գենետիկայով եւ այլն։ Բոլորի սկիզբը բիոպսիան է, պետք է ունենանք նյութ, որ ստուգումները կատարվեն, ոչ թե միայն հաստատել ուռուցքը, այլ տեսնել, որ ուռուցքի ձևն է, որ ճիշտ բուժում նշանակել։ Այո, բիոպսիան լինում է հիմնականում վիրահատական, պունկցիոն, հաստազղով, տարբեր տեսակի սարքավորումներով եւ ժամանակակից բիոպսիա գոյություն ունի, կոչվում է հեղուկային բիոպսիա, որը արյան անալիզով հնարավոր է լինում եւ ախտորոշել եւ ստուգել բոլոր մուտացիաները եւ մնացած կարևոր հանգամանքները այդ ուռուցքի, բայց դա դեռ Հայաստանում զարգացած չէ, մենք օգտվում ենք արտասահմանյան կենտրոններից, բավականին իհարկե թանկարժեք հետազոտություն է, ամենայն դեպս գոյություն ունի, այո, բիոպսիան դա հիմքն է։ Այսքանն էր մեր հարցերը, մենք շատ ուրախ ենք, որ մեր հարցերի շնորհիվ փորձեցինք գոնե որոշ չափով ձեզ ինֆորմացիա տրամադրել, մեր հարցերին սիրով պատասխանում էր պրոֆեսոր Գրիգոր Բադալյանը, թեման էր ինչ անել, եթե հայտնաբերվել է քաղցկեղ ուռուցք։ Այսքանը, շնորհակալություն, տեսնենք։